Գուզեմ համարում սկսիլ Աստծո խոսքով սկսիլ Աստծո խոսքը զորավոր է քսայրի սուրի պես է որ առաջին Հովանու 4-րդ գլուխի մեջ 4-րդ համարը գսե աս համարը շատ լավ գիտես բայց գուզեմ անգամ եւս ասել դուք աստուծմե եք որտյակներ ու անոնց հաղթեցիք քանզի մեծ է հոգին որ ծեր մեջ է քան թե անիգա որ աշխարհի մեջ է ամեն քիչիդ կա ավելի մանրամասն պիտի սերդեին գաս հոգին մասին ով է աս հոգին ով է սուրբ հոգին եւ ինչպես կկործե մեր կյանքին մեջ ինչպես կնանք իրեն հravirել շնորհակալ եմ Աստծո ազարյաթին համար որ այսօր դարձյալ դերը ինձի իր բադվական զավակները մեկը դվավ դիկրան այն թաբյան բարի եկած ես դիկրան Բարի տեսան Կարին։ Դիկրանը գճանշնամ շատ փոքր դարիքես, բադանի դարիքես միևնույն դբրոցը կերտ կհաջախեինք, Շամյան Թատիկյան, Բեյրութ, եւ դիկրանը կիդեմ զուսպ, լուր, խորունկ, ասոձո սիրող, քիչ խոսող, բայց շատ ծարայող, քիչ խոսող, բայց շատ գործող, ինքը անոնց մեյ է, գսիրեմ զինքը եւ կհարկեմ զինքը եւ կհավատամ իր ծարայություններուն եւ այսօր խնդրեցի իր մե որ ինքը կա եւ մեզի խոսի ասկերասիկ նյութին մասին, ինչու ինչպես ապրիլ եւ քալեր Սուրբ ոգին հետ, ուրեմն պիտի արիտ դամ իրեն, որ ինքը ինքզինք ալավելի ներկայացնեց հեզի, բայց անկես առաջ գուզեմ ասել, որ ունի սկանչելի ընտանիք մը, ընդրված ընտանիք մը դերոճմեն, իր գոհագիցը Վանդան եւ իրենց երկու մանչ զավակները երբ որ եկան Կանադա, Բեյրութեն Կանադա եկան, եկեղեցին համար եւ գահավատան բոլորիս համար բարգև մներ ուրիշ շատ մը ընտանիքներուն գողքին իրենց իրենց սերով քաչալերանքով աստծո սերով իրենց խոնարհությունով մեզի մեծ օրինակ եղան շատ մը մարդիկ գիտես դերևս atkain չես տեսնար իրենց ծառայությունները բայց երբ որ գլսես անոնք ինչ գնեն ուր կգտնվին եւ դերոջը համար գնեն մեր հարկանքը ավելի կմեծնա իրենց հանդեպ, որովհետև կտեսնանք, որ ինչ որ գնեն Հիսուսին համար գնեն։ Ամեն դիկրան վիդյուզեմ որ տուն ինքզին ներկայացնես քու բգայությունդ, ինչպես սկսած է քու կյանքի ճամփորդությունը Աստծո հետ, լիփանանի ծառայությունները, անշուշտ հարցումներով կհետևին քեզ։ Հրամե ժամանակը քեզի է։ Նախ բարև Գարին, շատ շնորհակալ եմ այս առիթին համար, որ գունենանք միասին բարևանոք, որոնք մեզի գտիդեն եւ թող լավ որ մեր բոլորին դուները Աստծո օրհնություններով լեցվին եւ մենք կարողանանք մեր կյանքը ապրիլ Աստծո հովանին տակ, Աստծո գամքին մեջ, որբեսի մեր կյանքը իրեն փառք եւ բադիվ բերե։ Շնորհակալ եմ Դարսիալ Գարին այս առիթին համար որոշ արդեն ներածական մրիր իմ մասից եւ շնորհակալ եմ այդ բոլորին համար ուրեմն ինչպես հիշեցրիք Գարին ծնած եմ Բեյրութ Լիբանան Բուրչամուդեն եմ Բուրչամուդի մեջ ապրած եմ իմ մանկությունս երիտասարդությունս եւ այլն ծնած եմ բարեկեցիկ ընտանիքի մեջ քրիստոնյա բնական այսինքն ընտանիքի մեջ որ ընդհանրապես միշտ եկեղեցի հաճախող չէինք, բայց ծնողքս կքաչարեր ինձի, ասենք եկեղեցի երթալու կամ երբ որ արիկներով երթայինք, միասին կդանային ինձի եւ այլն, եւ այդ մտնորդին մեջ մեծած եմ։ Ուրեմն գիտեք այդ տարիներուն, երբ որ Լիբանանի պատերազմը սկսավ, բավական դժվար եղավ Լիբանանի հայության համար եւ ադիգա ծանր եւ սուղքին բանջեց մեր հայ ժողովուրդեն ուրեմն ասելու համար որ իմ հավատքի նվիրումս եւ խորությունս ինչպես սկսավ ուրեմն ես կհաջողեի դպրոցը որ մեր դունեն քիչ մը հերույ էր եւ գիտեք երբ որ հանգարձակի ռմբակոծում կսկսեր եւ այլն դժվար գլար ծնողքիս համար ասենք դպրոց երթալ բերել ինձի մանավանդ ինքնաժարժություն էր հայրս եւ այլն so ծնողքս ծևով ստիպեցավ մտածելու որ մեր դունին շրջակայքը գտնվող դպրոցներեն մեկի երթամ որբեսի հանգարձակի եթե փամը բադահի արագ մդուն կարողանամ գալ կամ իրենք արագ մը կարողանան հասնին դեպետ մեր դպրոցին մեր դունին շուրջը ասենք քալելով 5 տեսակ դպրոց կա հայկական բայց ծնողքս ընդրեցին զիս ուղարկել հայ ավետարանական Շամլյան Տատիկյան դպրոցը երկու պատճառներով որովհետև նախ մոդ էր մոտավորապես 7 վայրկյան էր քալելով Երկրորդ այդ դպրոցի մեջ մենք շատ ասկականներ ունեինք, բարեկամներ ունեինք եւ
եւ թրացիներ ունեին Կովիշենկեն, որ նույն դպրոցը երթային։ Ուրեմն ծնողքիս մտայնությամբ որ անոնք ինձ օգտակար գտարնան, ասենք փագին մեջը եթե մեկը նեղություն դա անոնք ինձ կպաշտպանեն եւ այլն։ Ասիկա հիմնական պատճառներ, որ իմ ծնողքս ինձ սկսան ուղարկել հայ ավետարանական Շամիա Տաթիկյան դպրոցը։ Եվ այդ դպրոցին մեջ ուրեմն մենք ամեն արդու ունենայինք մեր chapel-ը որ գսվեր, մեր ամենօրյա հանդիպումները առաջին 20 վայրկյանը, առաջ որ դասարանները անցնենք, եւ այնտեղ միշտ Աստծո խոսքը կհարուցվեր։ Երկի ունեինք փոքր երկարամը, որուն մեջ են երկեր կնդրեինք, երկվեր եւ այլն, եւ շատ կսիրեինք այդ երկերը, եւ Աստծո խոսքը մեզի կփոխանցվեր։ Ուրեմն այդ օրերեն սկսավ Աստծո խոսքին հունդը ցանվիլ սրդիս մեջ։ Անորոման ինձի համար գսեմ որ հայ ավետարանական դպրոցը շատ էական եւ կորցնական թեր խաղցավ իմ հոգեվոր կյանքիս սկիզբ տնելով Ամեն։ անոր համար երախտաբար դեմ եւ միշտ կսեմ ասիգա ուր որ լամ հայ ավետարանական դպրոցին լա Բեյրութի մեջ լա ամենուրեք ուր որ գտնվի որ մեր հայ ժողովրդի մեջ մեր հայ աշակերտներուն կսորվեցնեն Աստծո խոսքը եւ մինչեւ այսօր իմ ուսուցիչներս կան որ երկինք փոխադրվեցան ուրիշներ կան որ Դագավին Գաբրին անոնց համար անոնց շնորհակալ եմ որ հավատքով կարողացան ցանել Աստծո խոսքը եւ ինձ եւ ուրիշներուն մեջ բդու դվավ դերը կփնդրե հողմը որ պատրաստ է գագուղ է իր սերմը ցանելու այդ արագին պես որ Հիսուս պատմեց սերմը գցանվի երբ բդու գուտա ուր բդու գուտա մեկը չի գիտեր բայց այդ մարտիկը այդ իմ ուսուցիչներս մանավանդ սուբկեկի ուսուցիչներս հավատքով ցանեցին եւ ինձ եւ շատերու մեջ այդ ասենք սերմը աջեցավ մեծավ եւ սկսավ բդու տալ ուրեմն այդ Ամեն։ օրերուն սկսավ Այո, բզդիկ ընդմիջումը բիդենեմ, երբ որ օրինակի համար արդվա պաշտամունքին, երբ որ գիչնայիք տասարանով, բոլոր տասնգերները ուրախ էին այդ պաշտամունքի բահերեն, թե ոչ շատեր, իրականությամբ գսիրեինք այո այո, դեպետ գիտես չարաջիջություն գնեինք այո, հակարեինք եւ այլն ադեներ բայց գսիրեինք հյուրեր գուքային օրինակ ամա ճիշտ, երդասար հյուրեր գուքային բատմություններ կբատմեին եւ այլն սո գսիրեինք ադեներ գհիշեմ ուրբաթ օրերը որքան որ գհիշեմ ուրեմն երկեցողության օր գլար օրը գլար որ մի երկեցողություն գնեինք ուրեմն խանթավալ երկեր գար երկեինք մեկ օքի պիանոմը գնվակել ուսուցիչներն եւ այլն սո երկենք ադի խանթավալ մտնոլորտ գստեղծել մանավանդ շաբթվա մեջ երբ որ հյուրեր գուքային որ երդասարտները գլային այսինքն հետաքրքրական երբով գներգայացնեն Աստծո խոսքը պատմություններով եւ այլն ադեններ դուրսեն հյուրեր գուքար եվրոպացիներ ամերիկացիներ եւ այլն սո ադիգա շատ լավ ցև մնե օրը սկսելու համար շատ այո, կենադերի է եւ դերը օրտնե զորացնե այսօր ինչ որ դակավին գշարունակվի որ ադիգա անել իսկապես ադիգա մեծ կորձ է որ հայ ավետարանական դպրոցները գնեն եւ դերը զորացնեն իրենց որ շարունակեն անել ուր որեն ինչ որեն չի փնդրեն վարգանական արդյունքը երկու քաչ են գիտեր Աստծո կորձն է, Աստծո հոգին կորձն է։ Ուրեմն շատ չերգարներ համար այստեղ, ուրեմն այդպես սկսավ ցանվիլ ուրեմն Աստծո խոսքին սերմը եւ գունենայինք մենք Սուրբ Գիրքի բահեր, որ գրոնի բահիդակ ասենք գանվանվեր, դեիշան շաբաթ երկու անգամ գունենայինք Սուրբ Գիրքի դասարաններ եւ այդ Սուրբ Գիրքի դասարաններու ասենք ուսուցիչները մեծ թեր խաղացած են իմ կյանքիս մեջ եւ անոնց համար շնորհակալ եմ հիմա բոլորին անունները չեմ հիշել վախտամ որ անուն մոռնամ բայց շնորհակալ եմ այդ տարիներուն որ Շամիա Տաթիկյան դպրոցի մեջ սուպիկի ուսուցիչներս կարողացան նաեւ այդ բահերը օգտագործել մեզի պատմություններ պատմելով շատ անգամներ մրցումներ անելով ասենք խաղերնելով եւ այլն սո այդ ժամերուն այդ օրերուն էր որ Աստծո խոսքին սերմը ցանվեցավ սրտիս մեջ ես ունեցա ուրեմն դժվար բադանեգան կյանքը ասեմ որ քույր եղբայր չեմ ունեցած միակ զավակ եղած եմ ծնողիս ուրեմն դժվար բադանեգան ժամանակ մը անցուցի փոթորգոտ ժամանակ մը անցուցի
եւ մտա ջամփաներու մեջ որ բեք չեր մտնեի, այսինքն երաժշտությունը շատ սիրող եմ ես, մինչեւ մագսիրեմ եւ այն ժամանակ շատ կսիրեի։ Մտա ամերիկյան մութ heavy metal, hard rock at երաժշտության մեջ եւ այդ ասենք երկիչները ինձ համար հերոս էին եւ գամած սկսան չաստվածներու վերածվել։ Ուրեմն նիշերս անշուշտ սկսավ շատ արագ իջնել, վերականգնելիներս սկսավ շատնալ եւ Ինչ էր պատճառը։ Ինչ էր պատճառը։ գիտես Պարզապես սիրողական էր։ գիտես բադանեգան դարիքը դժվար դարիք մնե Այո։ ըմպոստությունը կսկսի անհասկացողությունը կսկսի ֆիզիկական փոփոխություններ կլան որ չես հասկնալ ինչ կլա գոր եւ այլն առավել բادرազմի մտնոլորտը կա սթրեսը կա վախը կա սոսոն բոլորը կովկովի կալով գխանքարեն քու ասենք բադանեգան օրերը դեր մգա որ ասենք բիդի at էներգիկ բիդի դուրստաս բիդի բարբես եւ իմ կյանքից մեջ այդպես եղավ եւ այդ օրերուն էր երբ որ Աստվածը սկսավ սրտիս հատուկ կերպով խոսել ինձ այդպես չեղած որ ասենք ավետարանչական պաշտամունքի մկացի կամ բարեկամ մի եկավ խոսեցավ կամ եւ այլն կամ երազմը տեսանող այդպես բանը չեղավ բայց Աստված սկսավ հիշեցնել ինձի ինչ որ սորված էի դպրոցին մեջ ինչ որ սորված ինձ համար թեորի մներ մտքիս մեջ ասենք գաղափարներ էր թասեր էր որ սորված էի երկեր էր որ գիտեի եւ այլն բայց անոնք ամենը գիտություն էր մտքիս մեջ եւ գավանա որ Աստծո հոգին սկսավ կործել այնպես որ սկսավ ինչ որ մտքիս մեջ գար սկսավ սրտիս մեջ իջեցնել գաթիլ եւ սկսավ շատնալ ադիգա ինչ որ սրտիս մեջն է եւ այդ պատրաստի օրերուն էր երբ որ ինքնին ստացա եւ ասի դիկրան ես ինչ կնեմ որ ուր երտամ որ հիմա որ 16-17 տարեկան եմ ինչ կնեմ որ ես որ մեկ աշխարհը երտամ որ սոհոներ որ Աստված խորում կերպով սկսավ աշխատել մեջս եւ դեռ հասավ որ ուզեցի այդ իմ փոթորգոտ վիճակից մեջ իմ կյանքս Աստծուն նվիրել եւ ասեմ որ ադիգա երբեք դյուրին չեղավ ադիգա շաբաթներու եւ ամիսներու ներքին բادرազմ եղավ մեջս այսինքն սկացի որ Աստված ինձ իր գոբը կքաշե չարը ինձ իր գոբը կքաշե so այդպես խորում բادرազմ եղավ մեջս Մեկը գար որ քեզի կհետևեր։ երբեք ես միրագս էի այս բոլոր բանի մեջ այսինքն ներքին աշխարհի ասենք իրականություն մներ որ գաբրեի գոր այսինքն հիմա ավելի լավ գասնամ այն ժամանակ չէի հասկնալ ճիշտ ինչ կլա բայց հիմա որ դարիները անցան ավելի լավ գրնամ գրահել ավելի լավ գրնամ հասկնալ այդ բոլորը հոներ որ որոշեցի կյանքս Աստծո նվիրել եւ կացի եկեղեցի գիրագի արդումներ պաշտամունքի կացի ուրեմն պաշտամունքի ընթացքին ես այդ բادرազմի մեջ եմ եւ ֆիզիկապես հոն եմ բայց հոն չեմ այսինքն ուրիշ մտնոլորտի մեջ եմ ես ուրեմն հովիվի ելավ կարոզելու սկսավ կարոզեն մեկ parça մի շերաշուշտ ոչ էլ հետաքրքրված էի կարոզով ոչ էլ ասենք ուշադրությունս հոներ այլ մեջս էր բայկարը այնտեղ էր որ մեջս զորություն եկավ եւ ներքին աղոթքովը իմ կյանքս Աստծո նվիրեցի եւ այդպես սկսավ հավատքի կյանքը եւ այդ օրերեն իդ կսկսա հաջախել ուրեմն նոր Մարաշի հայ ավետարանական եկեղեցին որ նույն դպրոցը երթայի եւ ավարտելիք էի արդեն եւ սկսա հաջախել ճանից ընկերակցությունը եկեղեցին պատկանող ուրեմն այնտեղն սկսավ իմ ասենք հավատքի առաջին քայլերս երբ որ ցանոթացա ուրիշ եղբայրներու քույրերու ճանիցի մեջ եւ սկսանք միասին աշխատել սկսեն արդեն առաջին օրերեն սկսա ծառայության մեջ նվիրվել ինչ որ գիտեի եւ ինչ որ գնեի բայց Աստված նաեւ ուրիշ բան գործածեց որ հաջորդ տարին շատ զորավոր բادرազմ սկսավ Լիբանանի մեջ եւ մենք դպրոց չունեինք արդեն ամիսներով դպրոց չունեինք եւ գիտեք այդ օրերու մեջ հացի դժվարություն կար, ճուրի դժվարություն կար եւ այլն so այսպես իմ օրս այսպես բաժնված էր արդուները հաց եւ ճուր դասավորելու երթայի այսինքն
գալ կսպասեինք հաց արդելու համար, եթե գիշես կարին։ Այո, So անշուշտ։ արդուներ այդ կորձով կսպաղեինք, ճուր ապահովելու համար աստեղեն անդեղեն։ Ես ունեմ վերջերը ազատ էի փամուչուն էի։ Ուրեմն ինչ կնեինք, մենք քանի մի եղբայրներով ամեն օր, ամեն կեսօրը վերջ միասին կհավաքվեինք։ Եվ միասին Աստծո խոսքը կսերդեինք, միասին գաղութեինք, ավետարանչություն գնայինք։ Ուրեմն այդ ժամանակը ինձի համար շատ հավատքիս հոգևոր կյանքիս հիմքը դրվեցավ ուղագի, երբ որ այդ ժամանակները սկսա օգտագործել ուրիշ եղբայրներու հետ եւ կարողացանք բոլորս աճիլ եւ մեծանալ։ Աստված նույնիսկ պատրաստները կգործած է։ Անշուշտ։ Աստված դժվար բարակաները կգործած է իր զավակներուն, ասենք, շինելու համար, գանչելու համար, զորացնելու համար։ Այդպես սկսավ կյանքս եւ հաջորդ տարիներուն սկսա ծառայել, ավելի պատասխանատվություններ ստանալ, լա բադանիացի մեջ, լա չանիցի մեջ, անգամ օտոյով երթային կոր ասված վարգանական սրդից մեջ զորավոր սկացումը դվավ գիտար սորվելու, գիտար նվագել սորվելու։ Եվ որոշեցի գիտար նվագել պիտի սորվեմ։ Ուրեմն ծանոթացա ուսուցիչի հետ եւ այլն։ Այն ժամանակ ուրեմն Youth for Christ-ալ երթայի ես։ Youth for Christ-ին երկած եմ երջախումբեն։ So քանի ամիս հասարի այսպես եւ սկսա դունը ես ինձի սորվիլ եւ այլն։ Եվ այդքեզ վերջ սկսա բադանիացի մեջ, ճանիցի մեջ նվագել։ Ուրեմն հետս ուրիշ նվագողներ ալգար, ինչպես Լենա Խաչերյան Էկմեկջյանը, որ հիմա Ամերիկա գտնվի, պիանո նվագել ինքը, յետքը քույրիկը Թամարը միացավ, միասին նվագեինք։ So սկսանք բադանիացի մեջ նվագել, ճանիցի մեջ նվագել եւ այդպեսով սկսավ նաեւ զարգանալ երաժշտական կարողություններ։ Դեպի պրոֆեսիոնալ նվագող չեղա, ես ոչալ եմ այսօր, բայց ինչ որ գարիքը կտեսնեմ, ինչ որ դունիս մեջ Ամեն։ կնվագեմ, կամ եկեղեցի մեջ գնեմ, բավարար կնկատեմ, այսինքն պետք է կան փոխչացնեգոր։ So այդպես այսինքն սկսավ նաև ասենք հոգևոր աճումս եւ նվիրումս։ Ադիգա դեվեց ուրեմն շարունակեցի ես չանից զարայել մոտավորապես մինչև 99 2000 թվական։ Բարակաները փոխվեցան, կյանքիս բարակաները փոխվեցան, երկրին բարակաները փոխվեցան, իմ հոգևոր բարակաները փոխվեցան։ Այդ յետքը սկսա ուրեմն միանալ ուրեմն լուսավորչի կանթեղ համայնքին։ So մոտ 2000 թվականին մինչև վերջին ուրեմն կանադա կալերնից, որ 2021-ին եղավ, լուսավորչի կանթեղի մեջ ծառայեցի, զանազան ծառայություններով, դարձյալ անդեղը երաշան պատասխանությունը ունեցա, այս անգամ ես ուրիշներու գիտար նվագել սորվեցի, Ինչ լավ։ որ իրենք նվագեն, ասենք, բզդիկ խումբերու մեջ կամ դուներու մեջ, երբ որ աղոտներ գլա, ամայման նվագող մալլա, եւ ադիգա գեղեցիկ մտնոլորտ կստեղծե, աշխուժություն կուտա դերը բաշտելու եւ այլն։ Ուրեմն զանազան, ասենք, ծառայություններ ունեցա այնտեղ լաբադանիներու մեջ, երդասարտներու մեջ, քարոզելու, ասենք, ունեցած բարգևս հոն աջեցավ եւ շացավ։ Լուսավորչիկա դեռ մեծ դեր խաղացավ հոգևոր կյանքից աճումի եւ հասունության, այսինքն եւ մեծ բան կբարդիմ ես, ինչպես հայ ավետարանական դպրոցին, ինչպես հայ ավետարանական եկեղեցին, չանից ընկերակցության, նաև կբարդիմ լուսավորչիկան տեղին։ So ասոնք պատմություն են, որ Գրնաս ճանաչումները գրնան անցել լավ որ չի գիտնան լուսավորչի կամ թեղը ինչ է գրնաս շատ գարճ ասել որու կպատկանի կամ եւ այլն։ Լիբանանի մեջ ուրեմն հոգևոր խումբ մնե, որ էկումենիկ դեսիլք ունի, որ գրնան զանազան եկեղեցի է անցիկ ըլլալ, կովկովի կալով կմիանան եւ այսօր արդեն համայնք մնեն, համայնք ասելով community կգոչվի, covenant community, որ իրարու հետ մոդիկ եւ մդերմիկ ընտանեկան հարաբերական կետնի վրա ասենք Գաբրին դեպետ ամեն մեկի իր դունը իր ընտանիքը ունի, բայց այդ մոդիկ հարաբերությունը շատ զորավոր է։ Միջև Եվ հիմա ես գա մինչև հիմա գկոյարդել է։ գա, այո, մինչև հիմա գա եւ մինչև անշուշտ գաբի մեջ եմ, գաղութեմ իրենց համար, իրենք ինձ համար գաղութեն։ Վերջերս որ Լիբանան գտնվեցա, շատ մոդիկ հարաբերություն ունեցա հետերնին եւ այլն եւ միշտ գաղութեմ բոլորին համար։
Ուրեմն ուրեմն հոն սկսավ այդ 20 տարիներու մեջ ունեցա այդ ասենք խորհուրդ փորձառությունը համայնքային կյանքը, աշակերտական կյանքը, որ շատ կսիրեմ, որ ասենք իմ ուղղություններս մեկն է, իմ մոդեցումներս մեկն է Քրիստոսի աշակերտ դառնալ։ Ուրեմն լուսավորչի կանտե մեծ սորվեցա ես ադիգա եւ այդ ուղղության համոզված եմ ես աշակերտական կյանքի համոզված եմ անոնամար ոյ մեկը որ գլսե իմ կարոզներս որ գկարոզեմ ընդհանրապես աշակերտական հոգիով գկարոզեմ որովհետեւ սորվեցնելու ասենք մոդեցումով գկարոզեմ այդ է իմ ունեցած բարգևս գիտես շատ մկարոզիչներ դարբեր տեսակի Այո։ բարգևներ կունենան շատեր ավետարանչական բարգևներ կունենան շատեր ուսուցման բարգևներ կունենան շատեր ուրիշ տեսակի բարգև ես ավելի ուսուցման բարգև ունիմ որ այդ ուղղությամբ գկարոզեմ կհավատամ որ քրիստոնեական կյանքը աշակերտական կյանք է Քրիստոսի աշակերտ ըլլալն է քրիստոնեությունը եւ ադիգա ամբողջ կյանքերնից այդպես է չլար որ մգահասնին կսենք որ ես վկայականը սարի այլևս աշակերտ չեմ Քրիստոսի այլևս ամեն բան գիտեմ այդպես բան չի գա մինչև մեր կյանքին վերջին վարյանը մենք աշակերտ ենք Քրիստոսի եւ գաջին կմեծնանք ամեն օր ավելի կսորվենք ավելի կմոդենանք իրեն ուրեմն մեր բարականները փոխվեցան դարձյալ 2021 թվականին Կանադա փոխադրվեցանք ես եւ ընտանիքս եւ այստեղ միացանք Կանադայի մեջ Մոնտրեալի մեջ առաջին հայ ավետարանական եկեղեցին որուն գար ժամանակի հետ անդամ դարձանք եւ սկսանք կորզունյա գերբով զարայել հայ ավետարանականի առաջին հայ ավետարանական եկեղեցին մեջ եւ ուրախ ենք հոգ գտնվելուս համար գետատրև եկեղեցին ուրախ է եւ գործենք այս եկեղեցին ուրախ ենք որ գաջիգոր գմեցնագոր եւ հովիվը վերաբացվելի Ջորջ Դաբոն որ շատ կսիրեն իրեն եւ ինքնամեզի գսրել ինձ միշտ արիթ ու դա ծարայելու լա երեք շաբթիները ադեներ գիրագիները կարոզելու եւ այլն որուն համար շնորհակալ եմ եւ հովիվեն եւ հովական խումբեն եւ վարչություններն եւ եկեղեցին որ մեզի սրբած ընդունեցին եւ մենք իբրև ընտանիք սկացինք ուրեմն մենք երբ որ եկանք առաջին երկու ամիսը եկեղեցի գողքը գտնվող շենքը ապրեցանք մինչև որ մեր դասավորները լա կարողանանք դուն վարձել եւ այլն այնպես որ շատ մոդիկ մոդեռնիկ հարաբերությունը սկսավ Փառքաստուծո։ այսինքն մեր եւ եկեղեցի միջև եւ ադիգա միջև այսօր կշարունակվի եւ կհավատամ որ ադիգա եկող օրերուն եկող տարիներուն գաջի եւ Ամեն։ կմեծնա Ամեն։ նաեւ Տուն հնազանդ ես Աստծո, այո գսես, խոնարես եւ դեր ժամանակին թուրեր մի փանա եւ ալավելի մի փարսացնե քեզի։ Ամեն։ 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 Ուրեմն շարունակելու համար ուրեմն կանադա կալեդնես վերջ ասեմ որ ես մասնակցությամբ ադամնաշար եմ ուսանած եմ Բեյրութի մեջ վգայալ ադամնաշար եմ ուրեմն Antonin University եմ վգայական ունեմ վգայել եմ եւ աշխատեի այդ գործը երբ որ հոս եկա դարձյալ շարունակեցի ես գործի միջոցով եկա Մոնտրեալ շատ ժամանակ չանցած երևս 1-2 տարի վերջ դերը սրտիս վրա դրավ ուսումը շարունակելու բայց ոչ իմ ջուրիս մեջ այլ ուսումը շարունակելու աստվածաբանության մեջ ուրեմն դերը թուրեր բացավ այսինքն բաներ որ չէի երևակայեր որ ասենք օրը գրնամ ապրիլ օրը գրնամ ունենալ այսօր անոնք իրականություն են ինձի համար բաներ որ ինձ գսեի որ Բեյրութի մեջ ադիգա եթե երազը չեմ գրնար հավատալ որ նույնիսկ երազը գրնամ տեսնել ադոր բայց այսօր իրականությունները գաբրիմ ես եւ ասիգա աստծո միջամտությունն է որ դերը գսե իրեն համար անհնարին բան չի գա ուրեմն թիմեցի համալսարան եւ ընդունվեցա եւ այսօր ուսումս կշարունակեմ ուրեմն հոս կանադայի մեջ ծրագրամը գոչվի BRE որ կնշանակի Bachelor's in Religious Education եւ արդեն վերջավորությունն եմ դերեկամի մինչեւ նոր տարի կվերջացնեմ այս դիգրին եւ ներկայիս զանազանության մեջ եմ աղոթքի մեջ եմ որ դերը ինձի իր գամքայթն է իր ցայնը լսել դա որ եթե պիտի շարունակեմ մաստերսն էլ եւ դեսնենք ինչ թուր կփանա դերը ուրեմն Իքրան բավական քաչություն գուզե, հարադեվություն yeah եւ հավատք,
Yeah. Շատ չեղավ որ Կանադայի ես եւ Կանադան մարդիկը թյուրին կգարձեն, բայց իրոք բավական դժվար է Yeah. եւ Yeah. ոսեկար եւ հաստատվեցար երկու զավակներով բզիկները դեգան շատ փոքր էին եւ հիմա արդեն բադանի եղած են Daniel. եւ գինը ունիս որ փուգին գրնագը դե սկալի Mhm. ադիկա բայց Mhm. ցկել կորց ամեն ինչ Mhm. եւ ուղղակի նվիրվել Mhm. ուսումի աստվածապանության բավական մեծ քայլ է կխորի Շատ մեծ կայլ է, այո։ Ուրեմն ասեմ, որ անցյալ տարի ես լման կորձես հրաժարական տվի, լման տատրեցային աշխատանքես, բայց դերը ուրիշ թուրալ բացավ, որպես սեն ծառայության։ Ուրեմն ներկայիս մասնագի ժամանակով նաև գծարայեմ Մոնտրեալի քույր եկեղեցվո մեջ, այսինքն Մոնտրեալի հայ ավետարանական եկեղեցվո մեջ, որ լավարի մեջ կգտնվի, այնտեղ մասնագի ժամանակով գծարայեմ ամիսը երկու գիրագիներ կկարոզեմ, որոշ Փառք Աստծո administrative արիթներ գործեր կնեմ, ունամար Bible study կնեմ անդեղ եւ այլն, so վերջերս սկսանք։ So ուրեմն կես ժամանակս տասելով կանցնեմ, իսկ մյուս կես ժամանակն ալ կարոզներ պատրաստելով, սուպի կիսերդոճու պատրաստելով եւ այլն, ժամանակս այդպես կլեցվի, նաեւ անշուշտ ընտանիքիս ալ կզալայեմ։ Եվ արդեն ժամանակս ամբողջությամբ լեցուն է։ ամեն փառք Այսինքն Աստծո իսկապես բարգեմն եւ քիչ առաջ որ անուններ դվիր օրինակի համար որ ճանիցի մեջ միասին զարայացեք լա Թամարը լա Լենան որ Լենանալ ունեցանք այս հարթագեներս եւ մինչեւ հիմա այսօր զարայության մեջ են ուրեմն հիմա ինչ որ իր խոսեցար իրական է իրականություն է որ հիմա շատ զորավոր դրված է եւ մինչ աջեցակ մեծակ եւ հիմա ուրիշներն է որ կպատրաստեք Փառք Աստծո ասենք թե աս զուգադիպություն չէ Աստծո համար եւ բադահական չէ որ ասենք աս Պենտեկոստի շաբաթը Սուրբ Օքին տուն մեզի պիտի խոսի Սուրբ Օքիի մասին եւ արդեն քո վկայություններդ խոսքերդ հայտնի էր հստակ է որ ինչպես Սուրբ Օքին աշխատած է քո կյանքիդ մեջ գուզեի բոլորիս համար մեզի բացադրես անգամ եւս շատեր կան շատ լավ գիտեն Սուրբ Օքին, շատեր կան դա գավին վստահ չեն իրեն ներկայությունը իրեն կյանքի մեջը։ Մեզի բացատրես ով է Սուրբ Օքին, ինչ է Սուրբ Օքին։ Սկսելու համար Սուրբ Օքին Աստուծո երրորդ անձնավորությունն է։ Ինչպես որ համաշխարհային եկեղեցին կհավատա Սուրբ Երրորդության Հայր, Որդի եւ Սուրբ Օքի։ Ուրեմն Սուրբ Օքին երրորդ անձնավորությունն է, որ ասենք իր ներկայությունը եղած է հավիտենականութենեն եւ ադիգա կտեսնենք մենք երբ որ կգարտանք ծննդոց գիրքը նույնիսկ առաջին գլուխին առաջին համարներում մեջ որ ինչպես Աստծո հոգին ճուրերուն վրա գծպար ուրեմն այնպես չէ որ Սուրբ Հոգին յետք եղավ եւ այլն Աստված քահապարն ունեցավ այդպես չէ Սուրբ երրորդությունը հավիտենականութենեն գուկա եւ Սուրբ երրորդության դարբեր անձնավորությունները հայրը եւ որդին եւ Սուրբ Հոգին յուրաքանչյուրը ունին իրենց հատուկ առաքելությունը աշխարհի վրա եւ հավատացյալներու ցանկին մեջ Սուրբ Հոգին գտեսնենք որ 5 դագարանի մեջ կորձունյա էր արդեն սկսելով ստեղծագործութենն Ատկեց հետ կգտեսնենք գարկմը թադավորներու ցանկին մեջ գարկմը մարգարեներու ցանկին մեջ որ ինչպես Աստված Սուրբ Հոգիով գահանքչեր անոնց վրա եւ անոնք ունենային հատուկ առաքելությունը հատուկ կորձը որ Աստված գանչեր իրենց այդ կորձը գադարելու ուրեմն Սուրբ Հոգին նոր գդագարանի իրականությունը չէ այլ կտեսնենք 5 դագարանեն գուկա եւ Աստված իր հոգին գվերգեր ինչպես ասի հատուկ մարդոց հատուկ առաքելության համար բայց յետ կգտեսնենք որ այս Սուրբ Հոգի առաքելությունը ավելի զարգացավ երբ Աստված խոստացավ որ իր հոգին իր ժողովրդին բիդի ղրգե եւ ադիկա կտեսնենք մենք Եզեկիել մարգարեության 36-րդ գլխուն մեջ որ գսե ծևրաչոր
ջուր պիտի սրսկեմ եւ այլն, դու պիտի մաքրվի, իմ հոգից ծեր մեջը պիտի տնեմ եւ այլն։ So գտեսնենք մարգարեություն կա արդեն, որ Աստված իր Սուրբ Հոգին խոստացավ դալ իր ժողովրդին։ Հիմա այս մարգարեություններն յետք գտեսնենք, որ պատրաստություն եղավ միջև Քրիստոսի աշխարհ գալը։ Եվ երբ որ ժամանակը հասավ Քրիստոս աշխարհ եկավ, առաջ որ նախ ծնի, մենք լավ գիտենք, որ Հիսուսի մայրը Մարիամ Սուրբ Հոգիով հղացավ։ Զաքարիան, Հովանես, ասենք Հովանես Մգրտչի հայրը Սուրբ Հոգիով լեցվեցավ եւ մարգարեություն հրավ եւ այլն։ Սուրբ Հոգին աշխատելու սկսավ, ասենք այդ ժամանակվա հրյա հավատացյալներու կյանքին մեջ, քեդին պատրաստեց։ Եվ տեսեք, որ Հիսուս ծնավ եւ այլն պատմությունը գիտենք եւ Հիսուս իր առաքելությունը սկսավ երբ որ 30 տարեկան էր։ Ուրեմն ինչպես սկսավ իր առաքելության, իր մգրդությամբ։ Գիտենք, որ մինչև իր մգրդությունը անհայտ էր, այսինքն Գաբրիել Նազարեթի մեջ իր ծնողքին հետ եւ այլն, բայց հայտ որ Սուրբին Հովանես Մգրտիչն նույնիսկ չէր գիտեր ով է Հիսուս, որ ասկական էր իրեն, բայց այնպես հայտնվեցավ իրեն, որ երբ որ Հիսուս եկավ մգրդվելու Հովանես Մգրտիչին ցերկովը, գսե Հովանես գսե որ ան որ զիս գրգեց մգրդելու ինձի ըսավ որ որու վրա որ գտեսնես աղավնին գիչնե որ Սուրբ Հոգիի ասենք բատկերն է, Սուրբ Հոգին կներկայացնե, այդ է, որ Սուրբ Հոգիով պիտի մգրդե։ Երանի արիթը ունենամ գարտալու այդ հատվածը, որովհետեւ տեսնենք Աստծո խոսքը ճիշտ ինչ կսե այդ բաժնի մեջ։ Եկեք միասին բանանք, ուրեմն Հովանու ավետարանին առաջին գլխում 29-ն 34 համարները։ Հովանու ավետարան առաջին գլխում 29-ն 34 համարները։ Ուրեմն Հովանես Մգրտիչն է, որ մգրդություն գնե եւ այդ օրն է, որ Հիսուս իրեն գուկա, որբեսի մգրդվի Հովանես Մգրտիչեն։ Ուրեմն գսե հետեւյալ օրը Հովանես դեսավ Հիսուսը, որ իրեն գուկար եւ ըսավ. ահա Աստուծո քարը, քարնուգը այսինքն, որ աշխարհի մեղքը գվերցնե։ Այս Հիսուսի առաջին առաքելությունն է, որ պիտի գադարվեր, որ Հիսուս աշխարհի մեղքը պիտի վերցնե դառնալով իբրև Աստուծո քարնուգը։ Մենք գիտենք, որ այն ժամանակ քարնուկներ գմորթվեին, այդ ժամանակվա, ասենք, հрьяաներու մեղքերու թողության համար։ 5 դարանի օրենքներն էր, բայց Քրիստոս Աստուծո քարնուգը դարձավ, որ մեկ անգամ մորթվելով մշտնչենական գերբով կավություն հրավ ոչ թե միայն այդ մեկ հոգի մեղքերուն համար, այլ ամբողջ աշխարհի մարդկության համար, անոնց, որոնք իրեն կհավատան այս փրկության։ Ուրեմն Հովանես Մգրտիչ ունեցավ այս հայտնությունը Աստուծո, որ Հիսուս ինքը պիտի լա Աստուծո քարնուգը, որ աշխարհի մեղքը պիտի վերցնե։ Այս Հիսուսի առաջին առաքելությունն է։ Եկեք շարունակենք, թե ինչ է հաջորդ առաքելությունը Հիսուսի։ Ուրեմն 30-րդ համարի մեջ կշարունակի եւ գսե. ասիգա է որուն համար գսեի իմ յետևես մարդ մգուկա, որ ինձ մե առաջ եղավ, վասնզի ինձ մե առաջ էր։ Ու ես զանիգա չէի ճանչնար, բայց անոր համար ես եկա չրով մգրդելու, որբեսի անիգա Իսրայելին հայտնվի։ Ուշադրիր լանք Հովանես Հիսուսեն 6 ամիս ավելի մեծ էր, բայց Հովանես գսե որ Հիսուսի համար ինձ մե առաջ էր։ Գտեսնենք այստեղ ինչպես Հիսուս հավիտենականութենեն գուքա։ Այսինքն սերչը որ երբ որ Հիսուս ծնավ այդ օրերուն, ուրեմն այդտեղեն սկսավ Հիսուս։ Հիսուս հավիտենականութենեն գուքա։ Ոսի եկեք որ Հիսուս Աստուծո երկրորդ անձնավորությունը երկինքի մեջ կփնագեր հորը հետ, Սուրբ Հոգին հետ, հրեշտակներուն հետ, երբ որ ժամանակը հասավ երկինքը թողեց, աշխարհ եկավ մանուկի պես ինքն ալծնելով, մեզի պես մարդ լալով, մեծնալով եւ իր առաքելությունը սկսավ 30 տարեկանին։
32-րդ համարի մեջ կսե եւ Հովանես վկայություն տվավ ըսելով թե գտեսնեի հոգին Սուրբ հոգին մասին է խոսքը, որ աղավնի պես երկինքեն գիչներ ու անոր վրա գհանգչեր։ Ուրեմն ասիկա նշան մը տվավ Աստված Հովանես Մգրտիչին, ինչ տեսակ, ինչպես նշանը տվավ չենք գիտեր, եթե երազի մեջ երևցավ, եթե դեսիլքի մեջ երևցավ, եթե ուղագի իրեն հայտնություն եղավ չենք գիտեր, բայց Աստված նշան մը տվավ, որ գտեսնես աղավնին գիչն է, որ Սուրբ հոգին ինքն է, անիգա է որ աշխարհի մեղքը պիտի վերցնե, անիգա է Աստծո քարնուկը, եւ երկրորդ բանը գա որ այդ անձը պիտի ունե եւ տեսնենք ինչ է հիմա։ Եվ Հովանես կսե 33-ի մեջ, եւ ես զանիգա չէի ճանչնար, բայց ան որ զիս ղրգեց չրով մգրդելու, ինքը ինձ եսավ։ Չեմ գիտեր ով է գսե, բայց նշան մը տվավ, Աստված ինձ նշան մը տվավ, որ այս է անձը։ Ուրեմն Աստված ինչ ասավ։ Դայցեք ինքը ասավ ինձի, ով այս Աստված Հովանես Մգրտիչին ասավ, տեսնենք ինչ ասավ, որու վրա տեսնես, որ հոգին գիչն է ու գհանգչի անոր վրա, անիգա է, որ Սուրբ հոգիով գմգրդե։ Այս Հիսուսի երկրորդ առաքելությունն է։ Առաջին առաքելությունը այն է, որ Հիսուս Աստծո քարնուկն է, որ աշխարհին մեղքը գվերցնե։ Երկրորդ առաքելությունը այն է Հիսուսի, որ Հիսուս Սուրբ հոգիով գմգրդե։ Եվ այս երկու առաքելությունները նախ շարունակեմ համարը, ես ալդեսա ու վկայեցի թե ասիգա է Աստուծո որդին։ Ուրեմն Հովանես Մգրտիչ ապրեցավ այդ վարյանը, մգրդեց անցմը, որ չեր գիտեր որ ով է, եւ Սուրբ հոգին աղավնիի գերբարանքով եկավ եւ հանգչեցավ Հիսուսի վրա, Հովանես Մգրտիչ գիտցավ որ այս է Քրիստոսը, եւ այս երկու առաքելություններու մասին խոսեցավ։ Ուրեմն առաջին առաքելությունը, որ Հիսուս Աստծո քարնուկը դարձավ, ադիգա գադարվեցավ Գողգոթայի խաչին վրա։ Աստծո քարնուկը դառնալով մեկ անգամ մորթվելով եւ մշտնչենական գերբով բոլոր աշխարհի մարդկության մեղքերուն համար։ Իսկ երկրորդ առաքելությունը, որ Հովանես Մգրտիչի հայտնվեցավ, որ Հիսուս Սուրբ հոգիով կմգրդե, ադիգա յալդեղի ունեցավ սկսավ այդ ընթացքը Պենտեկոստեի օրը, երբ որ Հիսուս խոստացավ իրենց այդ 40 օրվա ընթացքին, որ Հիսուս հայտնվեցավ իր աշակերտներուն, իր հարութենեն մինչև համբարձում, խոստացավ իրենց Սուրբ հոգին դալ եւ Երուսաղեմեն չերանալ։ Ատկեց առաջալ խոստացավ։ Եթե գհիշեք, ուրեմն վերջին ընթրիքին բավական երկար խոսակցություններ եղավ, ուսուցում եղավ Հիսուսի եւ իր աշակերտներուն մեջ։ Եվ այս ադոր մասին շատ մանրամասն գրված է Հովանու ավետարանին մեջ։ Հովանու ավետարանը, երբ որ կտեսնենք Հիսուս 10-րդ գլուխեն իր աշակերտներուն ոտքերը գլվա եւ այլն, ատկեց վերջը կտեսնենք, որ Հիսուս բավական ուսուցումներ կնե։ Հովանու 14-ի մեջ օրինակի համար Սուրբ ոգիի մասին գխոսի եւ Հովանու 14, 16, 17-ն օրինակ եթե գարտանք, ուրեմն ասիկա վերջին ընթրիքի ադենն է որ դեղի ունենա այս խոսակցությունը։ Եվ նայեցեք ինչ կսե. Ես ալ հորը պիտի աղաչեմ, Հովանու 14-16, ես ալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի դա ցեզի։ Ուրիշ մխիթարիչ մը, այսինքն իրենք ունեին մխիթարիչ մը, բայց հիմա Հիսուս գխոստանա որ հայր Աստված ուրիշ մխիթարիչ պիտի դա։ Առաջին մխիթարիչը ով էր։ Հիսուս ինքն էր, որ իրենց հետ էր։ Բայց հիմա գսեք որ նայեցեք, ես հիմա ցեզ մե մոտ ադեդեն պիտի հերարամ, պիտի երթամ, բայց մի վախտակ որովհետև ուրիշը պիտի կա։ Ուրիշ մխիթարիչ պիտի կա ցեզի պիտի միանա, որբեսի հավիդյան ցեզի հետ բնագի։ Ուրեմն գտեսնենք որ ասիկա խոստումը է որ Հիսուս կուտա որ Սուրբ ոգին համար, որ իր աշակերտներուն պիտի ղրգե եւ իր աշակերտները պիտի ընդունին Սուրբ հոգին եւ այդ հոգին հավիդյան իրենց հետը պիտի ըլլա։ 17-ին մեջ կսե ճշմարտության հոգին։ Ուրեմն հիմա հոսքը հասկանանք այս ուրիշ մխիթարիչը ով է։ Ուրեմն կսե ճշմարտության հոգին է, որ այս աշխարհը չի գտնար ընդունել։ Աստեղը շատ կարևոր եւ էական բան մը գա, որ աշխարհին սիստեմը
Աշխարհի մտայնությունը չի գնար ընդունել Աստծո հոգին։ Եթե մարդ արարած Քրիստոսով նորոգված չէ, զղջումով, խոստովանությունով, ապաշխարությունով Աստծո արչև չի կար, նոր մարդ չի դառնար, չի գնար ընդունել Սուրբ Հոգին։ Ասիկա շատ կարևոր է։ Պետք է մեր մեջ են աշխարհի համակարգը, աշխարհի մտածելակերպը դուրս ելնե, որովհետեւ կարողանանք մենք Սուրբ Հոգին ընդունել։ Եվ ասիկա շատ կարևոր էական գետ մնե, որ Հիսուս ինքը գահիտնե իր աշակերտներուն։ Ուրեմն ճշմարտության հոգին, որը այս աշխարհը չի գնար ընդունել, վասնզի չի տեսնել զանիգա ու չի ճանչնար զանիգա։ Գտեսնեք որ որքան հագասություն կա Աստծո հոգին եւ աշխարհի հոգին մեջ, որքան տարբեր բաներ են իրար մեջ։ Աշխարհի մարդը Աստծո հոգին չի հասկնար եւ չի գնար ընդունել։ Եվ Արավելի ճուզեր։ չուզեր նախ ատկեցած Աստծո հոգին չի գնար բնագիլ դերմը ուր աշխարհային աշխարհային մտածելակերպ կա։ Եվ Հմ, ասոր մասին դերևս քիչ մը յետք ավելի մանրամասն անդրադառնանք։ Բայց կսե դուք գճանչնակ զանիգա վասնզի ցերկով կբնագի։ Ուրեմն նայեցեք հիմա Հիսուս կսե որ ես որ ցեզի հետ եղա այս 3 տարվա ընթացքին, օքեյ, դուք սորվեցաք, դուք ջանցցաք Սուրբ Հոգին, որովհետև ցերկովը կբնագեր գոր։ Ցեզի հետ էր։ Բայց նայեցեք շարունակությունը ինչ կսե։ Ուրեմն վասնզի ցերկով կբնագի եւ ցեր մեջ բիդի ըլլա։ հմ, Okay, հիմա հոս գփոխվի գոր համակարգը։ Հիմա Հիսուս կսե գոր իրենց այս 3 տարվա ընթացքին Սուրբ Հոգին ցերկովը կբնագեր գոր, բայց ցեր մեջը պիտի ըլլա։ Ինչի մասին գխոսի գոր։ Այն դեպքին մասին, որ պիտի բադահեր, ասկե մոտավորապես 52-53 օրեր վերջ է որ Պենտեկոստեի օրը պիտի կար եւ անոնք Սուրբ Հոգին պիտի ընդունեին եւ պիտի գադարվեր այն մարգարեությունը, որ 3 տարիներ առաջ Հովանես Մկրտիչ ըսավ Հիսուսի համար, ահա Աստծո քարնուկը որ աշխարհի մեղքը գվեցնե, ես այս մարդուն գոշիկները քագելու գաբելու արժանի չեմ, ես ցեզի չրով կմկրտեմ, բայց ինքը ցեզի Սուրբ Հոգիով պիտի մկրտվի։ Գտեսնեք որ այս մարգարեությունները, այս հայտնությունները որ եղան հայտնվեցան Հովանես Մկրտիչին, իրականացան 3 տարի վերջ։ Ուրեմն Աստծո քարնուկը դառնալով Կողկոթայի խաչին վրա, իսկ Սուրբ Հոգիով մկրտելով իր աշակերտներուն Պենտեկոստեի օրը։ Գրնամ Երևակայել ինչ բարդ էր աշակերտներուն համար հասկանալ ասամբենը, ինչ որ Հիսուս կսե։ Վստահ եմ, որ ասին միջև իմ մեզի սորվեցուց արագները, մեզի սորվեցուց Աստծո խոսքը, բայց աս ինչս էլ է։ Եվ իրենց համար հստակ չէր միջև որ իսկապես այդ օրը որ ստացան, մգրդվեցան։ Շատ ճիշտ է ասած Կարին, որովհետև գիտես, Աստվածային խորհուրդները հասկանալը թյուրին բան չէ։ Չէ։ Չենք գնալ հասկանալ մինչև որ չապրինք։ Հմ, Ամեն բան մեզի համար միտքի մեջ թեորի մնե։ Ամեն բան մեզի համար ասենք քաղափար մնե։ Բայց ադիգա չենք գնալ նման գրահել մինչև որ փորձառությունը չունենանք։ Եվ ասիգա իրականություն է։ ամեն Անոր եւ համար այո, եւ անոր պատահած է որ անցել օրինակի համար երբ որ ավետարանը կգարտան համար մը գարնեն եւ կստանան իրենց հոգին մեջ որ դերոջը հոգին է որ ծրավ այդ վարգանին չես հասկնար երազը որ տեսար ասենք մարգարեական իմաստ ունի գիտես որ ադիգա դերոջմեն է չես հասկնար բայց երբ որ ժամանակը կասրդիտ մեջ պահած գլաս միշտ մտքիդ մեջ եւ կհնազանդիս եւ կսպասես եւ կտեսնաս կհիշես որ դերը քեզ առաջուց ասած էր բայց հիմա է ժամանակը որ գադարվի ադիգայել դերոջը կորձն է գարին աշակերտներուն հետ ալ այդպես եղավ։ Աշակերտներն ալ չի հասկացան ինչ կլագոր։ Եվ բեսի գսե Աստծո խոսքը, որ դերը գսե անոնց մտքերը բացավ, որբեսի քրվածները հասկանան։ Մինչև որ դերը մեր մտքերը չի փանա, չենք կնալ հասկանալ Աստծո գործը ինչպես կգադարվի որ։ Շատ անգամներ գունենանք թեորին, գունենանք գիտությունը, չենք կնալ նման հասկանալ մինչև որ չապրինք եւ ապրելնես վերջ գսենք որ ուրեմն ինչ որ գիտենք որ հիմա որ ապրեցանք հիմա կհասկանանք որ
այն ինչ որ գիտենք որ այն ժամանակ չենք գիտեր որ ինչ է բայց հիմա գիտենք որ ինչ է որովհետև ապրեցանք աշակերտներուն հետ նույնի եղավ այդ բոլորը չի հասկացան հարությունը ինչ է մինչև որ դեսան շոշափեցին Էմաուսի ճամփորդները չգիտան ինչ է մինչև որ ապրեցան այդ փորձառությունը վերջը սինա գիտես մեզի հետ խոսած ադենը սիրտերնից ասանք գշարժեր գոր գդրոպեր գոր եւ այլն փամը գսկային գոր բայց չենք գիտեր որ ինչ է մինչև որ իդ հասկացանք որ ինքն է Քրիստոսը որ մեզի հետ էր շատ անգամներ մեր ասենք քիծածները ապրածները չենք հասկանալ մինչև որ ժամանակը անցնի յետև նայինք եւ մենք սերդենք այն ժամանակ գտեսնենք որ ինչու այս թեփքը բադահեցավ ինչու ադի եղավ ինչու այս թուրը կոծվեցավ կամ ինչու այս թուրը բացվեցավ ինչու Աստված աղոթքից չի պատասխանեց ինչու հետո պատասխանեց յետ կգսորվիկ այս բաները յետ կգսկանք այս բան բայց երբ որ այդ վիճակին մեջ ունենք նույնիսկ ադեներ գլավ որ գքայտախենք նույնիսկ ադեներ գլավ որ գսենք ով Աստված ուր ես ինչու մինակ ես ինչու լուր ես ինչու ինձ չես խոսիր բայց երբ որ ժամանակը կանցնի այն ժամանակը հասկանանք որ Աստված ինչու լուր գեցած էր կամ թեկուզ Աստված գխոսեր որ բայց մենք չէինք լսել որ մեր ստրես վիճակին մեջ մեր մտահոգություններուն մեջ եւ այլն ասիկա բոլորը հոգեվոր աճում է այս է աշակերտական կյանքը այս է որ գսորվինք այս է որ դերը մեզի գգանչե այս կյանքին աշակերտները լալու եւ աշխատասեր աշակերտները լալու սորվող աշակերտները լալու արթուն աշակերտները լալու որովհետեւ կարողանանք տեսնել եւ գիտնալ որ դերը ինչ գուզեգոր ասել մեզի ինչ գուզեգոր սորվեցնել մեզի ուրեմն գտեսնենք որ Բենտեգոստեի օրը ասենք հիմքը դրվեցավ առաջին ասենք փորձառություններ որ Սուրբ Հոգին այս անգամ ոչ թե հանգչեցավ այլ Սուրբ Հոգին իրենց մեջը մտավ գիտես ուրեմն այսպես կմտածեմ ես որ ինչ պատահեցավ Բենտեգոստեի օրը հիմա եթե սպունգ առնենք եւ վրան սկսենք ջուր սրսկել ջուր տապել սպունգը ջուրով պիտի լեցվի լավ հիմա եթե ուրիշ սպունգ առնենք եւ դաբագի մեջ ջուր լեցնենք լման եւ այս սպունգը լման ջուրին մեջ մխրջենք ինչ է տարբերությունը առաջին սպունգի մեջ ջուրը պիտի ընդունի ջուրը պիտի ստանա բայց երկրորդի մեջ ամբողջությամբ ջուրով պիտի լեցվի Սուրբ Հոգի մգրտությունը ճիշտ ադիգա արա Բենտեգոստեի օրը Okay, որովհետև բարը մգրտություն է Հովհաննես մգրտիչ կսե ինչպես որ ես ջուրով կմգրտեմ ինչպես որ ցեզի կմխրջեմ ջուրին մեջը բայց Հիսուսը Սուրբ Հոգիով պիտի մգր այսինքն դուք այս անգամ ոչ թե ջուրի մեջ պիտի մխրջվիք Սուրբ Հոգին մեջ պիտի մխրջվիք ամբողջությամբ պիտի լեցվիք Սուրբ Հոգիով եւ ասենք զարմանալի չէր որ Բենտեգոստեին օրը եւ ատկեց վերջ կտեսնենք որ աշակերտներուն իրավիճակը ամբողջությամբ փոխվեցավ 180 ասենք աստիճան ինչ որ էին Բենտեգոստեի օրեն առաջ որ շատերը փախան շատերը կատախեցան մեկ հոգի թավաջանեց մյուսը ուրացավ եւ այլն մյուսները փախան վախով լեցվեցան թուրերը կոծեցին բախվտած էին եւ այլն բայց Բենտեգոստեի օրը ամեն բան փոխեց իրենց փանդարգված վիճակեն դուրս ելան իրենց վախերեն դուրս ելան եւ մեկ օրվա մեջ 3000 հոգի քրիստոնյա դարձան եւ սկսան անվախորեն կործել ինչու համար որովհետեւ Սուրբ Հոգիով իրենք Սուրբ Հոգին մեջը մտան ամբողջությամբ լեցվեցան Սուրբ Հոգիով եւ սկսան Հոգիով կործել այս է հատկանշական ասենք փոփոխությունը որ դեղի ունեցավ աշակերտներուն կյանքի մեջ Բենտեգոստեի օրը եւ այս փորձառությունը ընթացքն եղավ եւ շարունակվեցավ կդեսնենք որ յետքը քանի գլուխներ յետ կորցալակերոց Քիրքի մեջ նույն փորձառությունը ունեցան նույնանման փորձառություն ունեցան սամարացիները երբ որ հավատացին Փիլիպոսի ասենք ավետարանչությունով ուրեմն լուր գրգեցին Երուսաղեմ որովհետեւ Երուսաղեմեն առաքյալներ կան անուն գալ Հովհաննեսը եւ Պետրոսը գրգեցին որովհետեւ կան եւ ցերկերին տնեն աղոթեն որ անուն գալ Սուրբ Հոգին ստանան գտեսնեք ընթացքը շարունակվեցավ Գորնելիոսի դանը մեջ նույնն եղավ երբ որ գարտանք կորզարակելոց 10-րդ գլուխին մեջ Պետրոսը սկսավ քարոզել գիտենք հայտնություն տեղի ունեցավ եւ այլն քարոզած ադենը անոնք սկսան Սուրբ Հոգիով մգրդվել
եւ սկսան ինչպես օրինակ փորձառություն ունեցած էին, նույն փորձառությունները ունենալ։ Քանի մը գլուխ վերջ, քանի մը տարի վերջ կտեսնենք, որ Բողոս Արաքյալ կհանդիպի Հովանես Մկրտիչի աշակերտներուն։ Ադիգա գտնվի ուրեմն փորձառակելոց 19-ին մեջ։ Եվ կհանդիպի աշակերտներուն կսե դուք հավատացիք Սուրբ Հոգին, արիք, անոնք կսեն Սուրբ Հոգին, չենք գիտե որ Սուրբ Հոգի ալկոհություն ունի։ Շատերուն թփնալով, շատերուն մտնոլով, ասենք ներգայության մեջ ամեն մեկուն դարբեր ծևով։ Այո, so գտեսնենք, որ այդ Այո, ընթացքը շարունակվեցավ, ասենք եկեղեցիի կյանքի մեջ։ Անորոմար Սուրբ Հոգի հետ փորձառությունը իմ համոզումներովս այսպես օտոմատիկ չէ, okay, որ բնական կերպով կբադայի։ Այսինքն հավատացյալի մեջ փափակը պետք է ծնի Սուրբ Հոգիի նկատմամբ։ Ցավոք սրտի եկեղեցու պատմությունը ադիգա շատ ցույց չի դար։ Գտեսնենք, որ եկեղեցու պատմության ընթացքին Սուրբ Հոգին ամենակիչ ասենք ուշադրություն գրաված անձնավորությունն է երրորդության մեջ։ Շատ ավելի ուշադրությունը Հայր Աստծո վրա է, Քրիստոսի վրա է, փրկագործության վրա է, բայց որ Սուրբ Հոգին կան, կտեսնենք, որ շատ քիչ ուշադրություն դարձված է։ Աստծո խոսքը մեզ այդ ուղղությամբ չի դանիր։ Շատ հստակ կերպով Աստծո խոսքը գուկա եւ ամեն բան իր դեղը գտնե։ Անորոմար Հիսուս կարևոր բան ասավ եւ կփափակիմ այդ ասենք համարը գարտալ։ Ուրեմն Ղուկաս 11:13 Ղուկաս Ավետարան 11:13 Ուրեմն Հիսուս հետևյալը գսե երբ որ կխոսի ասենք հрьяաներուն հետ եւ խնդրելու մասին, դուրը զալնելու մասին եւ այլն, ասպաները գսե եթե դուք հայր եք եւ բարի բաներ կուտակ եւ այլն։ Նայեցեք ինչ գսե 10-րդ համարը։ Ուստի եթե դուք որ չար եք, ծեր զավակներուն աղեք ընձաներ դալ գիտեք։ Որ չափ ավելի ծեր հայրը երկինքեն Սուրբ Հոգին պիտի դա անոնց, որ իր մեկը խնդրեն։ Okay? So, գնշանագե որ Սուրբ Հոգին հանդեպ հadouk փափակ, հadouk մդերմության սկացում պետք է ծնի մեր մեջ, հadouk խնդրանք պետք է ծնի մեր մեջ։ Ասիկա խոնարհություն գուզե, ասիկա հեզություն գուզե, Աստծո արչև գնալ եւ ասել որ ով դեր Սուրբ Հոգիդ խրկե ինձի, Սուրբ Հոգիով լեցուր ինձի, Սուրբ Հոգին դուր ինձի, Սուրբ Հոգին տող մեջս փնագի։ Հիսուսին կգսե որ եթե խնդրեք պիտի առնեք, ուրեմն հստակ է որ այնպես չէ որ եւ որ Աստծո դառնամ, Աստված ինձ մեկ անգամ է Սուրբ Հոգիով գլեցնե։ Սուրբ Հոգի փորձառությունը դարբեր փորձառություն է, որ գհետևի մեր ապաշխարության փորձառության եւ կյանքին Կորձընկեր է, հատուկ կորձընկեր է, կորձընկեր է, partnership է։ partnership է, որ հավատացյալին հետ կգալ է, բայց որովհետեւ հավատացյալը կարողանա Սուրբ Հոգիով քալել, Սուրբ Հոգիով մտածել, Սուրբ Հոգիով կորձել, այդ մդերմությունը պետք է սկսի իր եւ Սուրբ Հոգիի միջև։ Okay։ Մենք ընդհանրապես հավատացյալի մդերմությունը ընդհանրապես Հոր Աստծո հետ է, Հիսուսի հետ է, Հիսուս մեր բարեկամն է, Հիսուս մեր փրկիչն է եւ այլն, այդ Սուրբ Հոգին երբ որ քա քիչ մասանք կդադամսինք։ Okay։ Բայց շատ հստակ է որ ինչպես որ Հոր Աստծո հետ ունենք այդ սերը, այդ հարկանքը, այդ բադիվը, ինչպես Քրիստոսի հետ ունենք այդ հարաբերությունը իբրև մեր փրկիչը, իբրև մեր մեղքերքինը վճարողը, իբրև մեր բարեկամը, իսկ Սուրբ Հոգին ալ մեր մխիթարիչը, մեր օգնականը, մեզի հետ քալողը, մեզի սորվեցնողը, երբ որ գտեսնենք Սուրբ Հոգիի կորձերը ավետարանի մեջ, շատ հստակ կերպով Սուրբ Հոգին անց է, անձնավորություն է։ Սուրբ Հոգին գսորվեցնե, Սուրբ Հոգին գհանդիմանե, Սուրբ Հոգին գարաչնորթե, Սուրբ Հոգին ուրեմն ուղղություն կտա եւ ասոնք անձնավորության հատկություններ են։ Սուրբ Հոգին բարձրապես ուժը չէ, երկնային ուժը չէ, այլ անձնավորություն է, որ Աստված խոստացած է իր զավակներուն հավատացյալներուն տալ։ Մեր մեջ ուրեմն այդ փափակը պետք է ծնի, որ ընտրենք Աստծո, որ Սուրբ Հոգիով լեցնե մեզի եւ ասկա ընթացքային է։ Ամեն ձնի եւ անգևերջը ավելնա օրեօր։
ձնի եւ ավելնա ամեն օր մեր կյանքին մեջ մեր ամենօրյա կյանքի մեջ ամեն դեղ իրեն հravirենք եւ իր մովն եք եւ մեր կյանքի ցևը ըլլա իրեն հետ ըլլալա քեղեցիկ է Սուրբ Հոգին շատ հավատարիմ է եւ գսիրեմ այդ խոսքը Հիսուս երբ որ երկրի վրա էր աշակերտներն ասավ ես ինչ որ լսեմ իմ հոր մեզ ադիկա ցեզի գսեմ ես ինքնիր մեզ բամը չեմ ասել Համաձայն ինքը որ ազո որդի էր եմ։ եւ ասավ մխիթարիչը Սուրբ Հոգին պիտի ասե ան ինչ որ ինձ մե պիտի լսե եւ ցեզի Այո, պիտի հաղորդե 100%։ Ա, մի երրորդությունն է, բայց միապանություն են։ Մեկ են, բայց ամեն մեկը իրեն ասենք կորձ ունի։ Եվ մենք իսկապես շատ չիդագ է, շատ մարդիկ կան, հավատացյալներ կան, եկեղեցի որ գերտան իրենց համար գիտես հանդիպումը, աղոթքը, երգերը, բայց անթին հունգը մնա։ Շաբթվա մեջ հաղորդակցությունը չի կա ամենօրյա at ուժը չեն գրնար ստանալ որ գիտնան աստծո գամքը ինչ է իրենց ցանկին առօրյային մեջը եւ քիչ մը գխորիմ ուսուցմունքի բագասե եւ քիչ մնալ գխորիմ անդարբերության պատճառ է Այո։ Գիտես, երբ որ գխոսեի որ ուրիշ բան մնալ, միտքս եկա որ ինչպես Սուրբ Հոգին գխոսի հավատացյալներուն, գխոսի եկեղեցիներուն։ Եթե ուշադիր գտարնանք հայտնություն Հովաննոյի մեջ 7 եկեղեցիներուն նամակներ գրվեցան։ Այս բոլոր եկեղեցիներուն նամակները մեկ նախատասությունով կվերջացնե, ան որ ականջ ունի, թող լսե, որ հոգին ինչ գսե եկեղեցիներուն։ Ուրեմն երբ որ այդ նամակները կգարթանք, Սուրբ Հոգին գսեգոր, ինչ որ գսեգոր այդ եկեղեցիներուն։ Ուրեմն կտեսնենք, որ Սուրբ Հոգին որքան գհսկե եւ որքան մանրամասնություն գիտե եկեղեցիներուն վիճակին եւ ինչ որ կբադահի որ ոյ մեկ եկեղեցի մեջ եւ առավել ոյ մեկ հավատացյալի մա ցանկին մեջ։ Ուրեմն Սուրբ Հոգին յուրաքանչյուրիս համար խոսք ունի։ Հիմա եթե ես հարցում հարցնեմ ինձ եւ ասեմ դիկրան, եթե Սուրբ Հոգին քեզին նամակ մը գրե, ինչ նամակ մը պիտի լա արդյոք։ Ադիգա ինձի գծնցեք իջվա։ Ադիգա ինձի արթուն գբահե, որ հանգարց հանտիմանական նամակ մը չունենամ, այլ քաչայրական նամակ մը ունենամ, կամ մխիթարական նամակ մը ունենամ։ Սուրբ Հոգին անցնաբես գխոսի եկեղեցիներու, հավատացյալներու, խումբերու եւ այլն։ Սուրբ Հոգին երբեք հերու չէ հավատացյալներու կյանքի մեջ։ Կմնա որ մենք մոդենանք իրեն, մենք ուզենք իրեն։ Գիտես, Սուրբ Հոգին երեք ասենք խորհրդաբատկերներու նման ծված է Աստվածաշունչի մեջ։ Առաջինը աղավնին է, որ Հիսուսի վրա հապճեցավ։ Երբ որ կտեսնենք, գսերդենք աղավնիի հատկությունները, կտեսնենք, որ աղավնին որքան ասենք փափուկ եւ ըսկայուն թրջուն մնե, անասուն մնե։ Սուրբ Հոգին նույնն է, ունի այդ հատկությունը։ Շատ փափուկ եւ շատ ըսկայուն է Սուրբ Հոգին։ Շատ շուտ կհերանա։ Այնպես որ Սուրբ Հոգի հաղորդակցության հետ պետք է գիտենք ինչպես պիտի վարվենք, ամեն որովհետև շատ ըզգայուն է Սուրբ Հոգին։ Երկրորդը որ կա Սուրբ Հոգին նմանցված է գրագի։ Գիտես Պենտեկոստեի օրը աշակերտներուն վրա գրագի լեզուներ երևցան։ Երկրորդ պատկերը որ կա գրագի նմանցված է։ Գրագը մինագը չի վարիր։ Գրագը վարելանույթ կուզե, որբեսի այրելու սկսի։ Դեռ մը չես տեսնել գրակ մինագը գայրի գոր։ Անպայման փամ մնե որ գայրի վարելանույթ մը գա, կամ դախտակ մնե, կամ ոյ մեկ փամ մնե որ գայրի գոր։ Այդ վարելանույթը մենք ենք, մենք պետք է դառնանք, որբեսի Սուրբ Հոգին վարելու սկսի։ Եթե յուրաքանչյուրս վարելանույթ չի դառնանք, գրագը գմարի։ Գհիշենք 10 գույսերուն պատմությունը 5 վարելանույթ ունեին, իսկ 5 գբաքսեր որ իրենց վարելանույթը։ Այդ վարելանույթները մենք ենք։ Եթե մենք բագաս գտնվենք, Սուրբ Հոգին գմարի մեր մեջ եւ գմնանք առանց Սուրբ Հոգի հավատացյալներ։ Դգար Ասել գուզես մանավանդ մեր աղոթքի կյանքը մեր աղոթքի կյանքը, մեր մտերմիկ հարաբերությունը հիմա պիտի ասեմ ինչ արգելքներ գտնա ալալ, որ ինչ պատճառներ գտնա ալալ, որ Սուրբ Հոգին գհերանա, Սուրբ Հոգին գմարի եւ երրորդ պատկերը որ կա Սուրբ Հոգին լեզուի նման ծվեցավ, որ ինչպես ասի Սուրբ Հոգին գխոսի եւ ինչպես օրինակ տալդավի հայտնության քելքին մեջ
որ 7 եկեղեցիներում նամակներ գրեց եւ ինքը ասավ այնպես էլ հավատացյալներուն կյանքի մեջ Սուրբ Հոգին անցնաբես գխոսի գմնա որ մեր սրդերը գագուղլնան մեր ագանչները բացլան Սուրբ Հոգին ցայնը լսելու համար շատ գիտես շատ արթուն պետք է լանք շատ պատրաստ պետք է լանք Սուրբ Հոգին ուղղությունը ընդունելու եւ այդ ուղղությամբ քալելու ուշադրի պետք է լանք մեր կյանքին մեջ մեր ապրելակերպի մեջ մեր որոշումներուն մեջ որ հանգարց Աստծո Հոգին չհերանա մեզ մե ունենք օրինակներ Սուրբ Գիրքի մեջ 5 տարեկանի մեջ ինչպես Աստծո Հոգին հերացավ Սավուղեն հերացավ Աստծո Հոգին ինչ էր պատճառը մեղքը մեղքի կյանքը հիմնական պատճառներն մեկն է Աստծո Հոգին եւ մեղքը իրարու հետ չի կարեր դարբեր բաներ են եթե հավատացյալը իր կյանքին մեջ ընթացքային մեղքի կյանք ունի առանց խոստովանելու առանց զղջալու առանց ապաշխարության Սուրբ Հոգին գերանա որովհետեւ Սուրբ Հոգին եւ մեղքի կյանքը իրարու հետ չի կարեր դարբեր բաներ են իրար մեն հիմա ասել չէ որ Իվոյ մեկը երբ որ մեղ մկործե Սուրբ Հոգին վարգանական պիտի հերանա իր մե ադի ասել ուզես ադի չեմ ուզել ասել ուզած ադիգա չէ այլ երբ որ մեղքը որ արմատ ներած է արմատ շինած է հավատացյալի կյանքի մեջ եւ ադիգա շարունակական կբադահի եւ առանց անդրադառնալու առանց զղջումի խոստովանության եւ ապաշխարության Սուրբ Հոգին գտեսնես կամած կմարի հավատացյալի կյանքի մեջ եւ հավատացյալը կդառնա անբդուղ որովհետև հավատացյալի բդղափեր դարձնողը Սուրբ Հոգին է հոգիի ներկայությունն է մարմինը չէ այլ հոգիի կորձն է որ մեզ յուրաքանչյուրս բդղափեր կդարձնե հոսքե կհասկնանք մենք ինչ կնշանակե Սուրբ Հոգին բդուղը երբ որ Բոս արաքյալ կխոսի մեզի գաղադացներուն ամագի մեջ Սուրբ Հոգի բդուղին մասին սեր, խնդություն, ուրախություն, ժուժգալություն եւ այլն, աս բոլորին մասին, ասի Սուրբ Հոգին կորձն է։ Ոչ թե մեր աշխատասիրությունն է, կամ մեր չանքն է, կամ մեր խելացությունն է, կամ ջարմիկությունն է, այլ Սուրբ Հոգին կորձն է ասոնք։ Ուրեմն երբ որ աս բդուղը գբաքսի մեր կյանքի մեջ, ադիգա նշան է, որ Սուրբ Հոգին մարած է մեր կյանքի մեջ։ Ադիգա նշան է, որ մենք արգելքներ ունենք, որոնց հիմնականը մեղքի կյանքն է, չխոստովանված մեղքն է։ Երկրորդ ասենք բաժաներեն մեկը որ գա անիալ անդարբերությունն է որ քիչ առաջ հիշեցիր Սուրբ Հոգի նկատմամբ անդեսությունն է անդարբերությունն է երբ որ մենք նկատի չենք առներ զինքը եւ ցևոմը մեկի գտնենք մեր կյանքի մեջ եւ մենք մեր ուժերուն կվստահենք մենք մեր փորձառություններուն կվստահենք մենք մեր զորության կվստահենք մենք մեր քիդության կվստահենք եւ հանգարց Աստծո Հոգին մեկ կողմ գտնենք գարձելով որ արդյուն կրնանք տալ Բայց գնա մեր դաղանքներով, աշխատանքով եւ այլն Աստծո շնորհքով։ Միադիր շնորհքով։ Բայց ադիգա ժամանակավոր Այո։ եւ ադոր impact-ը հետքը շատ դգար եւ շատ գարջ կլա։ Աստծո Հոգին երբ որ գործե մեր մեջ, անոր հետքը շատ զորավոր եւ երկար ժամանակով գլա այս է դարբերությունը մարդկային արդյունքին եւ Աստծո Հոգին արդյունքին Աստծո Հոգին խորուկ եւ իրական գործ կգադարի մարդուն աշխատանքը ուրեմն բարձաբես գեղևային է խորքը չէ եւ ժամանակավոր է Աստծո Հոգին գործը հավիտենական է այս է դարբերությունը եւ մենք հավատացյալներս անոր պետք է որ ցկտինք Ամեն, ամեն։ Եվ հոն է որ մերին ասենք վերափոխումը գլա, բոլորովին կփոխվենք, մեր միտքը կփոխվի, մեր կյանքը կփոխվի եւ նոր անձնավորություն կդառնանք եւ ալավելի ծարավ գլանք եւ կսպասենք ակնկալությունով որ Սուրբ Հոգին ինչ պիտի նեմեզի կարևորը որ ինչպես որ ասիր պատրաստ արդյունը լանք որ այդ ըսկայուն ցայնը չի գործընծնենք որովհետեւ շատ անգամներ գսենք որ ասիկա ես եմ իմ ցայնս է եւ մեր հաշիվին չի կար եւ չենք ուզեր դերոջ ասածը անել
եւ կսենք որ ես եմ, բայց ինչ որ մեր հաշիվին գուքա կսենք դերը ասավ։ Եվ շատ անգամ ալ շատ մարդիկ երբ որ ժպտական ասենք պիտի խոսենք, շատ անգամ հարցակումներ գուքան եւ այն ժամանակ պետք է գիտնան որ այդ ցայնը դերոջը ցայնը չէ, սուրբոքին ցայնը չէ, ադիգա չարին ցայնն է։ Եվ դիսցիպլին է, սուրբոքին հետ ապրիլը խորիմ չէ, դիսցիպլին մնե որ պետք է լա եւ ամենօրյա աշխատանք մնե, ամենօրյա մարզվել է, ինչպես որ մարդիկ կսիրեն ջիմ երթալ, մարզանքի երթալ, նույնալ ամեն օր, զանազանելը սորվիլ, խոսքը իր մե ստանալ, վարժեցնենք մեր ականջները լսել իր մե, որքան լսենք, atkan մերին կյանքի օրերը ավելի կխորիմ հստակ կհստականան դերոճմով։ Շնորհակալ եմ այս ամեն բացատրություններուն համար, իսկապես շատ օգտակար եւ ինչպես որ սիրկուգին ծեվիտ մեջ շատ բարձ ծևով կբացատրես եւ այդպես է եւ բոլոր կեստի դողները կբգայեն ադիկա շնորհակալ եմ դիկրան եթե գուզես վերջի բամը ավելցնել հրամ է Yeah, ասեմ որ վերջին բամը ավելցնելու համար նախ անցնավես անձնական բամը ասեմ որ ուրեմն այսքան դարիներեն վերջ Աստծո հետ կարելով երբեք օրը չեմ ունեցած որ զղջացած եմ այս որոշումը առնելու որ այդ բادرեգության դարիքից կյանքս Աստծո նվիրեցի եւ ուզեցի իրեն համար ապրիլ այնպես որ գկաչանեմ բոլոր մեզի մդիկ ընողներուն որ եթե իրենց սրդի մեջ կասկած մգա, եթե իրենց սրդի մեջ վախ մգա, այդ բոլորը Աստծո հոգի են չեն։ Աստված կասկածի հոգի չէ, Սուրբ հոգին կասկածի հոգի չէ, Սուրբ հոգին վախի հոգի չէ։ Այլ այդ բոլորին հանդեպ, ասենք, այդ բոլորին թեմ բայկարին, այդ բոլոր վախը, կասկածը մեկում տնեն եւ իրենց կյանքերը ամբողջությամբ Աստծո նվիրեն եւ թույլ տան որ Սուրբ Հոգին իրենց օգնե, Սուրբ Հոգին իրենց զորացնե։ Ինչպես սիրտուն ադիալ գտնեմ ես Սուրբ Հոգիով կյանքը աշակերտության կյանք է։ Այնպես չէ որ մենք մեկ օրեն մյուս օրը Սուրբ Հոգիով կյանք կսկսենք ապրելու, ադիգա ընթացքային է։ Ադիգա հասունական կյանք է, ադիգա ժամանակ գուզե, մինչև որ սորվինք Սուրբ Հոգին ցայնը լսել, զանազանել, մինչև որ սորվինք Սուրբ Հոգին համեմատ ապրիլ։ Ասոնք հասունություն են, որ օրե-օր մենք կմեծնանք, օրե-օր կսորվինք, շատ անգամներ ցախողելով կսորվինք, գիտես։ անշուշտ Ամեն բան հաջողելով չենք սորվիր։ Անգամ ուրեմն մեկը գուքա շատ մեծ հաջող բիզնեսմենի մը կհարցնե ինչ է գսե հաջողությանը քաղտնիկը գսե ճիշտ որոշումներ արած եմ անորամար գսե ինչպես ճիշտ որոշումներ արածես գսե սորված եմ ճիշտ որոշումներ արդելու գսե ինչպես սորված ես ճիշտ որոշումներ արդելով գսե սխալ որոշումներ արդելով ուրեմն հավատացյալի կյանքն ալ նույնն է շատ անգամներ մենք Աստծո ցայնը, հոգին ցայնը չենք լսել։ Մենք մեր ցայնը կլսենք եւ որոշումներ կառնենք եւ այդպես կկալենք դեր մուքա որ գծահողենք եւ կանցատարանանք որ սխալ ջամփու մեջ ենք կամ սխալ որոշում արած ենք։ Այդ սխալը մեզի կսորվեցնե մեր հաջորդ քայլերուն ինչ ամեն պիտի անենք։ ամեն Ուրեմն ամեն անգամ որ սխալինք, ամեն անգամ որ ինանք, ադիգա մեզի դբրոց մտողլա։ Եվ ոչ թե հուսահատության գետրոմը կամ հուսահատության պատճառը, ադիգա դբրոց մտողլա, որբեսի նույն սխալը չգտնենք, ավելի գտնանք փածլալ Աստծո հոգին, որ մեզի իմաստություն տա, մեզի ուղղություն տա, մեզի սորվեցնե, մեզի մեր գողքին կալե, մեզի մխիթարի չլա, մեր բոլոր չալենջներում մեջ, մեր դալաբանքներում մեջ, մեր ցախողություններում մեջ, մեր ասենք սուքերուն մեջ, դժվարություններում մեջ, հիվանդություններում մեջ Սուրբ Հոգին մխիթարի չէ։ Սուրբ Հոգին մեզի դրված է Աստծո համար։ Աստված գիտե որ աշխարհի մեջ մեր կյանքը թյուրին չէ։ Աստված գիտե որ մեր կյանքը դժվարություններ ունին, մարդահրավերներ ունին, բայց Սուրբ Հոգին խոստում է որ այդ վիճակներու մեջ ինքը մեզի հետ է, ինքը մեզի հոգնական է, մինչև մեր կյանքի վերջին վարյանը ինքը մեր գողքին է, ինքը մեր մեջն է, որովհետեւ կարողանանք հաղթությամբ մեր դերոջը թիմավորենք եւ կամ ինքը մեզի թիմավոր է երկինքի մեջ։ ամեն Այնպես եւ որ այո եւ շնորհակալ եմ կապեցնեմ ձեզ։
Շնորհակալ եմ քեզ Դիկրան, մենք բոլորս քեզ մի շնորհակալ ենք եւ վստահ եմ բոլորն ալ կոմենտները վիդի գարտանք եւ մեկ բան ալ կուզեմ ապեցնել ասածներուդ վրա ինչ որ փորձառություն ունենանք Սուրբ Հոգին հետ շատ շատ օգտակար է եթե բաժնեկցենք ուրիշ քույրերու եղբայրներու հետ որոնք իրենք ալ ծարավ ունի Սուրբ Հոգին որտեղ մեր բաժնեկցությունները գնամեգը մյուսին օգտակար լալ սրբակրենք ինքս ինքնիս սորվինք Եվ նույնիսկ որ ցախողենք, նույնիսկ որ սխալ բաներ ասենք, հոգ չէ, ադալ կարևոր է, չամճնանք, որովհետև սխալ անելով է որ գսորվենք, ինչպես որ դիկրանը ասավ։ Ապոց սրդովս, սրերի կուրևը, ապոց սրդովս, ապոչ էյուչնովս, գաղութեմ քեզի համար որ թուն ունենաս աղոտքի խումբ, ունենաս ուսուցիչ հոգևոր, ունենաս մեկը որ կրնաս երթալ եւ իրեն քու հարցումները հարցնել։ Օրինակ Տիգրանը Սուրբ Հոգին եղած է իրեն ուսուցիչը։ Ամեն մեկուս դարբեր եղած է, չէ՞։ Բայց եթե ուզես դերը անպայման խումբը, անցմը, ուսուցիչը քու թիմացը պիտի հանե որթուն գարենաս քու հարցումները իրեն հարցնել։ Տիգրան գուզես մեզի համար աղոթել։ Ամայնման։ Շնորհակալ ենք քեզ մեր ով մեր Աստվածը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Դեր որքան գսիրենք քեզի եւ շնորհակալ ենք որ այցեր մեր մեջ ցանած ես, որովհետեւ առաջ տուն սիրեցիր մեզի ով դեր եւ օրինակ եղար։ Եվ մեզի քո աշակերտները դարձուցիր, սորվեցուցիր մեզի, քեզի փնտրելու, քեզի խնդրելու, քուտուրը ծառնելու դեր եւ տուն հավատարիմ Աստված ես։ Որ ամեն անգամ որ գուքան քո արչեվդ մաքուր սրտով տուն գլսես մեզի։ Շնորհակալ ենք որ մեր գողքին ես, մեր բոլոր բարականերու մեջ Հատկապես այսօր շնորհակալ ենք քո Սուրբ Հոգիիդ համար, որ քո խոստումը գադարեցիր եւ ղրգեցիր։ Եվ ով դեր պատրաստ ես յուրաքանչյուրս նորոգելու մեզի, Սուրբ Հոգիով նորոգելու, անգամ եւս մեր մեջ շարժելու դեր քո ներկայությունդ։ Շնորհակալ ենք քեզ ով դեր, որ դու մխիթարիչ ղրգեցիր մեզի, մեր բոլոր դժվարություններուն մեջ, մեզի օգնական ղրգեցիր, մեզի մեր գողքին գեցող ղրգեցիր ով դեր, որովհետեւ մենք չմնանք, մինակ չմնանք Ինչպես որ դու մեզի եսիր Տեր Հիսուս, քո աշակերտներու դասիր, որ ցեզի որբ չեմ ցիկեր, ահա ով դեր Սուրբ Հոգին ղրգեցիր մեզի, որովհետեւ մենք մինակ չմնանք այս աշխարհի մեջ, մինչև այն ժամանակ, որ հանդիպենք քեզի հետ եւ մեր հավիտյանականությունը քեզի հետ անցնենք։ Ով դեր գաղութենք, որ դու օրհնես մեզի, օրհնես մեր ընտանիքները, օրհնես մեր զավակները, օրհնես մեր դուները, մեր աշխատանքները, մեր գործերը, ինչ որ գնենք ով դեր, քեզի փառք բադիր թող բերե ով Աստված։ Շնորհակալ ենք քո ներկայության համար դեր։ Օգնե մեզի մեր դժվարություններու մեջ եւ մեր դժվարություններու մեջ։ Փառքը, բադիվը, երկրպագությունը միշտ կվայելե քեզի։ Ալելույա։ Ամեն։ Ամեն, ամեն, ամեն։ Փառք Հիսուսին։ Շատ շնորհակալ եմ։ Սրելի քույրեր եւ եղբայր, խնդրեմ ասույթ եթե օրհնվեցար, դու նալբաժնեցիս դարբեր ծևերով, որպեսի շատերուն ուսուցմունքը լասորվին ավելի հասկանան եւ իրենց կյանքին մեջ ալ հոգեվոր կյանքին մեջ ալ ամենօրյա պապակը ունենան անպայման հadoop դեղ տնելու Սուրբ Հոգին բարգացրելա, բայց Սուրբ Հոգին արթունելա։ Բարի շաբաթավերջ կխոսեմ ձեր կյանքին, եղեք ուրախ, եղեք օրհնված եւ եղեք առողջ։ Ցտեսություն։